Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ։ Հաճախ է լինում դեպքեր, երբ ընթերցողներից մեկը կարդում է որևէ գիրք եւ ոգևորվում է այնքան, որ առաջարկում են քննարկել բարձր գրականություն նախագծի շրջանակում եւ ահա այսօր այդպիսի դեպքի հետ գործ ունենք եւ եգիպտացի գրող Ադել Քամելի Կահիրեի հանճարը Խարդախը վեպը կքննարկենք այդ գրքով զմայլված Հասմիկ Կարապետյանի հետ։ Ողջույն Հասմիկ։ Ես քեզ ուզում եմ եւ ռադիո լսողներին նաեւ անկեղծ խոստովանել, որ քո դրթումից հետո ես վերցրեցի եւ կարդացի, այս գիրքը Ադել Քամել Կահիրեի հանճարը Խարդախը Լիլիթ Քալաշյանի թարգմանությամբ, բայց նախքան իմ տպավորությունները քեզ հետ կիսել եք, կուզենայի, որ դու կիսեիր քո տպավորությունները, ինչն էր քեզ դարձել, որ ահա նման կարծիքով կիսվես ինձ հետ եւ մղես որ լինի այս քննարկումը։ Ասեմ, որ երբ մենք խոսում ենք եգիպտական գրականության մասին, իդեպ ասեմ շատ քիչ տեղեկություններ կար եգիպտական գրականության վերաբերյալ եւ Ադել Քամելի մասին եւս տեղեկությունները այդքան շատ չէին, սակայն դատելով նրանից, որ այն ավելի շատ ավանդական գրականությանն է հարիր, օրինակ հիշենք 1001 գիշեր բանահյուսական գիրքը Ադել Քամելը այսպիսով շատ էր տարբերվում եւ կարդալուց հետո ես հասկացա, որ օրինակ ինչից էր, չէ, որ Ադել Քամելը չէր գնահատվել ժամանակի ընթացքում, այսինքն իրեն չէին գնահատել եւ իր գրականությունը։ Այդտեղ երևի մեր ռադիոլսողների համար ասենք, որ 1993 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիր Նաջիբ Մահֆուզը գրել է այս գրքի առաջաբան եւ հանդես է եկել Ադել Քամելի գործերը վերահրատարակելու այսպես ցանկությամբ, որովհետև Ադել Քամելը հա իր մահից շատ առաջ 60-70 տարի առաջ ուղղակի հրաժարվել է այլևս գրել եւ չի զբաղվել գրականությամբ ընդհանրապես եւ զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ Դա իր վերաբերմունքն է իր գրականությանը, չէ՞։ Այո։ Եվ այդպիսով մենք կարող ենք ասել, որ իր ստեղծած օրինակ այս գործը, կոնկրետ այս գործի մասին խոսեմ, շատ տարբերվող էր եւ ինձ հատկապես շատ գրավեց հենց կառուցվածքն ու հերոսները, որոնք շատ ծայրահեղ էին։ Չեմ ուզում միանգամից ոնց որ պատմության անդրադառնալ։ Լավ, հարցեր կտամ։ Ասենք, որ այդ ժամանակաշրջանում ոնց որ գրականությունը բաժանված էր երկու ճյուղի, քրիստոնեական եւ մուսուլմանական, հա, Ադել Քամելը ավելի շատ մուսուլմանականին էր հարում եւ նայենք նրան, որ ավելի շատ այն ժամանակ կարծես փիլիսոփայական գրականություններ չէ գնահատվում, կառուցվածքը փիլիսոփայական էր, որ ավելի շատ ասելիք կար, քան իրադարձություններ, գործողություններ, բայց Ադել Քամելի մոտ այսպես խառն էր ու հենց դա ավելի շատ գրավեց, որովհետեւ հենց հերոսների մեջ էլ մենք տեսնում ենք եւ այդ փիլիսոփայությունը, այդ ուսմունքը փիլիսոփայական եւ իրենց գործողությունների եւ դրդապատճառները եւ ասելիքը։ Լավ, գանք վեպի այդ կառուցվածքին եւ իրադարձություններին, իրականում ես քեզ ասեմ, կառուցվածքի առումով ինձ այդքան չտպավորեց, որովհետեւ սովորական վեպ էր, գուցե իր ժամանակի մեջ շատ այդպես բարձր գնահատված եւ գուցե եգիպտական գրականության մեջ խորհրդ թողած, որովհետեւ Նաջիբ Մահֆուզն ասում է, որ մենք իրենից շատ ենք սովորել, հա։ Եվ գումարած նրան, որ էլի խնդիրը, որ դրված է վեպում, երկու հերոսների միջոցով, Խալեդի եւ Մալիմի, հա, ան որում երկուսն էլ տարբեր, այսպես խավերի ներկայացուցիչներ, մեկը կարելի ասել այնպիսի խավի ներկայացուցիչ, այնպիսի հարուստ մարդու որդի, որ կարող է, հա, ասենք արդարադատության նախարարությունը պարզապես նստել եւ աշխատավարձ ստանալ օրինակ բարձր եւ Մալիմի պատմությունը, որ հասարակ ամեն ինչ 0-ից սկսող, չէ, աղքատ մարդ, այս բառի վրա երևի թե ի սկզբանե ուշադրություն հրավիրենք, որտեղ վերջում կարևորվում է, ինչքան հասկացա, աղքատ մարդ եւ որոնց ճանապարհները երբեմն հարաբերվում են, երբեմն խաչաձևվում են, երբ մի անգամ ունենում են ճակատագրական խաչաձևում եւ կոնցեպտը հետեւյալն է ցույց տալ, հա, թե ինչպես հարուստները վատն են եւ աղքատները կարող են ավելի լավը լինել։ Մենք տեսնում ենք հետաքրքիր կուլմինացիոն պա։ Ես իզուր չի որ խոսեցի ուսմունքի մասին, կա զոհաբերման գաղափարը այս գրքում, որ տեսնում ենք ամենասկզբում, որ Մալիմը զոհաբերում է իր ազատությունը
Խալեդի համար, այսպես չեմ ասում, որ միանգամից են զոհաբերում, այլ հանգամանքներից ելնելով այդպես է ստացվում։ Չկար աղքատ մարդեր պետք է փաթաթեին վզին։ Եվ հետո տեսնում ենք, որ Խալեդը Մալիմի համար զոհաբերում է ինչը իր այդ լավ ապրուստը նա դառնում է թափառական եւ մենք հենց ինձ օրինակ շատ գրավեց Խալեդի կերպարը, ինչի որովհետեւ տեսնում ենք Համլետի սինդրոմը իր կերպարի մեջ եւ այդ գործի մասին ինքն էլ խոսում է, որտեղ այրի շեշտեն, որ Խալեդը կարծացած տղա էր նաեւ եւ հայրը պարզապես իրան տարբեր տեղեր տեղավորում էր գործին, որպես ինքը գիգ չկարդա։ Եվ Խալեդի մեջ կար այդ ասպետականություն ու թափառաշրջիկի կերպարը միաժամանակ ներկայացված էր, սա էր նաև շատ հետաքրքիր իր կերպարի մեջ։ Նաև մենք տեսնում ենք, որ օրինակ երբ Խալեդը սկսում է շատ գիրք կարդալ, այսինքն ծանոթանում է, չէ, այդ աշխարհին, նա սկսում է դեմ գնալ եւ իր հորը, այսինքն իր հոր նյութապաշտական, այսպես ասած, Ահմեդ Փաշայի նյութապաշտական աշխարհ հայացքներին եւ ձեռք է բերում գիտակցական մի շատ մեծ հոսք։ Ես կարող եմ օրինակ բերել, որ նման հոսք կար նաև Աստվածաշնչում, որ երբ Եվան ուտում է խնձորը եւ Ադամը, նրանք ինչ են անում, սկսում են ամաչել իրենց մերկությունից եւ այդպիսով վտարվում են դրախտից, միանգամից այս միտքը եկավ, երբ բացահայտեցին Խալեդին, գրքերը բացահայտում են ձեր մերկությունը, այդպեսի մի։ Չէ, այդ բանի տեսանկյունից իմաստասիրության ընտիր այսպես ձևակերպումների խոհերի առումով, հա, շատ բան կա վեպում, բայց դες ինչա դուր չեկավ, տես։ Վստահաբար քո համակրանքն էլ է Խալեդի կողմը, եւ ես վստահ եմ, որ բոլորի համակրանքը, որ կարդան վեպը, կլինի Խալեդի կողմը, բայց վեպը կառուցված է այնպես, որ բարձրանում է Մալիմը եւ ընկնում է Խալեդը։ Տես դու նշեցիր, որ ահա Խալեդի պատճառով կամ դրդմամբ կամ ստացված ինչ-որ բանի պատճառով Մալիմը ստիպված էր բանտ նստել եւ զոհաբերել իր ազատությունը, մի բան, որ հետագայում պարզում ենք, որ նրա հեճպետն էլ չէր եւ դժվարությամբ դա կարելի է այսպես ազատության սահմանափակում համարել, որտեվ Մալիմը շարունակում էր իր ափսեյում լինել, բայց Խալեդի զողությունը գիտակցված, հա, զողությունը հրաժարվել այդ ամեն ինչից եւ գնալ փորձել արժանի լինել Մալիմի կրած տառապանքին իբր։ Այդ դեպքում ինչու է վեպում բարձրանում Մալիմը, հա, եւ վերջում նրա ձեռք բերած հարարտությունները, հա, այդ աղքատ բառից իր զզվանքը, հա, որը պետք է հաղթարել եւ վերջում մի շատ իմաստուն խորհուրդ կա, հա, երբ որ Խալեդը փորձում է հասկանալ կամ մյուսները փորձում են հասկանալ ինչ են արել այդ մարդուն, պարզվում է որ ընդհանրեն աղքատ են ասել, որտեղ աղքատ մարդը չի ուզում իրան աղքատ ասեն, չէ՞, ուրիշ բան է ուզում։ Հիմա այս դեպքում ինչա վեպը այնպես կառուցված, որ ի վերջո բարձրանում է Մալիմը, որտեվ տես, այս էլ շեշտեմ, հոգեբանորեն ինձ ընկալելի են Խալեդի բոլոր տվայտանքները, այդ տարբեր քայլերին գնալու նրա կարողությունը, անգամ երբ որ նրան սպառնացին բանտով, նա մեկ գիշեր մնաց բանտում, հա, բարիշետ, ինչպես ասում են, հոր հետ, որպեսի չմնա բանտում, անգամ այդ քայլը նրան բարձրացնում է, հա, ինչու Մալիմին է այնուամենայնիվ նախապատվությունը տրվում եւ Խալեդի մասին վերջում խոսում են որոշակի հեգնանքով։ Գրքի վերնագիրը ամենասկզբում եղել է Մեծն Մալիմ, այդպես է վերնագրված եղել, այնուհետև Կարիհեի Հանճարեղ Խարդախը եւ միանգամից հետաքրքիր է, որ հենց գրքից հետո ես իմ մեջ անդադ հարց էի տալիս, ասում ինչի հենց Կարիհեի Հանճարեղ, լավ, ով է Կարիհեի Հանճարեղ Խարդախը, միգուցե Խալեդն է այդպես մտածմունքներ ունեցա, հետո վեպի ավարտից հետո միանգամից հասկացա, որ սա Մալիմին էր վերաբերվում եւ այստեղ մենք տեսնում ենք ինձ համար Մալիմը այստեղ անտագոնիստ էր, եթե անկեղծ, ինչքան էլ որ ամենասկզբում իր աղքատությունը կարծես համակրանք էր առաջացնում ընթերցողի մոտ, որովհետև ընթերցողը նման կերպարներին համակրում էր, բայց հետո ես էլ չեմ սիրել, բայց ես աղքատ տղեկին չեմ սիրել։ Հա, ես էլ չեմ սիրել եւ ասեմ, որ օրինակ ես քանի որ ավարտել եմ սցենարական բաժինը, կառուցվածքում այդպես է, որ եթե դու ուզում ես ստեղծել մի կերպար, որը կհամակրի ընթերցողին, պետք է այսպես արդար կողմից ցույց տաս եւ այսինքն եթե աղքատես արդար ես, հա, եթե աղքատ չես արդար չես։ Չէ, ավտոմատ կերպով այդպես է ընկալվում, ես սա եմ ուզում ասել, բայց հետո միանգամից Մալիմին արդեն տեսնում ենք որպես անտագոնիստ, այսինքն Խալեդը ասում է, որ ես արդեն դիմակով եմ ապրելու, որովհետև ես
հայր սիրող որդի եմ դարձել կոպիտ ասած։ Այստեղ ես իդեպ նշեմ, որ Ֆրոյդի Դաստևսկի եւ հայրասպանություն այսպիսի մի հրաշալի հոդված ունի Ֆրոյդը եւ միանգամից այս հոդվածն էլ եկավ մտքիս եւ կար էլի այդ ուսմունքը կար ամեն դեպքում գրքի մեջ, չգիտեմ Ադել Քամելը որքանով է ծանոթ եղել։ Չէ, դա ավերոտ խնդիր է հայրերի եւ որդիների, եթե գանք էլի ես ինչու դրա վրա այդքան շատ մեծ ուշադրություն չեմ դարձնում, որտեվ կան խնդիրներ, որոնք հավերժական են եւ կան խնդիրներ, որ այնքան արտակարգ են նախընթաց գրականության մեջ արտացոլվել նույն Տուրգենև, նույն Դոստոևսկի, Տոլստոյի մոտ, որ հատկապես ռուսական գրականության մեջ այդ խնդիրը շատ սուր դրված է, դե Դոստոևսկու միայն Կարամազով եղբայրները բավական է, հա, այդ խնդրի արտարծումը լուծված համարել։ Եվ այդ առումով այս վեպում այդ արտարծումը անցալեցի որպես հերթապահ մի երևույթ, որտեվ եթե ուշադիր եղել ես, տեսել ես, որ կոնֆլիկտը ըստ ամենայնի այդքան սուր չի, ինչքան նախընթաց դեպքերում։ Դե ճակատագրական, որտեվ իմ կարծիքով դա ընկալման հարց է, ուղղակի։ Ընկալման, երբ որ հայր ու որդի պարզապես ունեն տարբեր աշխարհայացներ, բայց ինչպես փաստում է վեպի վերջաբանը, ըստ էության նույն բանն են ուզում, ըստ էության, իմ տպավորությամբ։ Վեպի վերջում հետաքրքիր այդ փիլիսոփայական միտքը, որ Խալեդն է արծարծում, ասում է, որ ես ընդամենը զոհն եմ իմ սերնդի, սերունդների բախումներ կար այս գրքի մեջ եւ ամենասկզբում էլ ենք տեսնում, երբ հայր ու որդի վիճում են եւ ասում է, որ անգամ ամենահասարակ ոնց որ խոսակցությունը դառնում է վեճի առարկա, Նաև հետաքրքիր էր այս առումով կառուցվածքը։ Սակայն կառուցվածքից խոսեցինք, նշեմ, որ շատ հասարակ կառուցվածք ունի սյուժեի առումով, եթե թե կառուցվածքը հասարակ է, ինչ կառուցվածք։ Էն էլ էսօր։ Եվ մոնոլոգները պարզ են ներկայացված, բայց ունեն նաև փիլիսոփայական հետաքրքիր ենթատեքստեր մոնոլոգների մեջ։ Այդ առումներով իսկապես բան չասեմ, էլի շատ կարևոր միտք արտահայտեցիր գանք դրան, այդ սերունդների հարաբերությունը այնուամենայնիվ, որովհետև գուցե շատ նրբորեն, բայց վեպի վերջում արդեն երևի թե շատ ակնհայտ, մենք ըստ էության Ադել Քամելի վեպում գործ ունենք հեղափոխական ինչ-որ պրոցեսների հետ, հա, որոնք միտված են հասարակություն փոխելու, հասարակարգ փոխելու, իշխանություն փոխելու, ընդհանրապես շատ պատկերացումներ, քաղաքական ենթատեքստ ունեն, հա, այս վեպում։ Վեպը ընդհանրության մեջ, երբ որ գանք հասնենք վերջին, հասկանանք, որ քաղաքական աստառ ունի, այսպես ասած, եւ այդ քաղաքական աստառով վերադառնանք եւ էլի գնահատենք Խալեդին եւ Մալինին։ Փոխվում է ինչ-որ բան ասկես կամ քո դիտակետում։ Քաղաքական իսկ որ մասներ օրինակ քաղաքական քաղաքական, որ մենք ըստ էության այդ Citadel կոչվածում գործ ունենք հեղափոխական խմբավորման գործունեության հետ, հա, որը տարբեր խարդախությունների կամ չգիտեմ, այլ կյանքի վարագույրի տակ լուրջ գործերի էր, հա, միտված։ Մենք ըստ էության գործ ունենք այդ հեղափոխական process-ի մի պահ ձախողման, հա, եւ ապա դրա շարունակության եւ հաջողություններ, որտեղ վեպի վերջաբանում մենք գործ ունենք այսպես նախադասության հետ, որ մերոնք էլի ակտիվացել եւ ինչ որ շատ կարեւոր բան են նախապատրաստում։ Գուցե սա ձախողված հեղափոխության պատմություն է եւ այլն։ Հիմա եթե էլի եմ ասում, դա իմանալով հետահայաց սկսեն գնահատել տղաներին եւ Մալինին չընկալենք որպես աղքատ սովորականի մեկ էլ հեղափոխական գործիչ, որը մանկուց երազում էր, ասենք, ոչ միայն ինքը հարստանալ, այլ նաեւ փոխել երկիրը, հասարակությունը։ Այսպիսով մենք տեսնում ենք, որ Մալիմը արդեն սիրում էր, չէ, իր հորը, որտեվ հայրը լրագրող էր եւ քննադատում էր տվյալ իշխանություններին, եթե այսպես ասենք, բայց մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ այդ հեղափոխությունը, որ ասում ենք հաղթանակած դուրս կգա, չէ, որովհետև մենք վերջում տեսնում ենք, որ Խալեդը ուղակի նահանջում է, կոպիտ ասած, որովհետև այնուամենայնիվ դառնում է Ահմեդ Փաշայի սիրելի որդին։ Մենք չենք տեսնում, որ Ահմեդ Փաշան վերջում պարտվում է։ Գուցե դա հենց հեղափոխության պարտությունն է խորհրդանշում, չգիտեմ, կամ ինչ որ պայքարի պարտություն, որը ծավալվել է։ Ես ասելիքս գիտես ինչ իմ ասել, որ դες այսպիսի դիտակետ ունեմ, էլի, երբ որ վեպերը գրվում են հստակ
նպատակադրմամբ եւ ընթացքում ամեն ինչ արվում է դա քողարկելու համար, սա մի այլ պատմություն է, հա։ Ես տպավորություն ստացա, որ Ադել Քամելը այնուամենայնիվ փորձել է այդպիսի վեբ գրել եւ փիլիսոփայական հատույթ մնացած հատույթները, որոնք դու այդքան կարեւորում ես, ընդհանրապես շղարշ են, ինչպես ահա այն իր հերոսների այլ գործնեությունը, իրենց գործնեությունը ծածկելու համար։ Իդեպ ուզում եմ քեզ խոստովանել, որ սա վեբում միակ հատվածն է, որ ընդգծել եմ, այսինքն մի հարցադրում, որի շուրջ արժեր առանձին ծավալվել, գիտես, եթե փորձենք նաև խոսել, շատ կարևոր հատույթ կա վեբում կին տղամարդ հարաբերությունների եւ հարաբերման ձևերի, մենք այնտեղ տեսնում ենք Խալեդի շփումը կանանց եւ աղջիկների հետ, հատկապես հարուստ կյանքից հրաժարվելուց հետո, հա, հիշում ես իր զարմուհու հետ նրա հարաբերությունները, որտեղ սիրո մասին լավ ձևակերպումներ կան։ Եվ նույն ձև Մալիմի հարաբերությունները իր ապագա կնոջ հետ, որի ծառան էր ինքը սկզբում, հետո նրա ամուսինը դարձավ, իսկ ամուսինը արդեն տեր, չէ, բնականաբար այդ ըմբռնումներով, բայց այստեղ էլի այդ չասեմ կանանց ազատագրության հետ կապված խնդիրներ կան արտարտված, բայց այնուամենայնիվ բաներ, որ գուցե կանանց դուր չգան, հիմա կարդամ ասում է Խալեդը մինչև կոկորտը կուշտեր Եգիպտոսի կանանցից, երիտասարդին հաճույք չէին պատճառում նրանց հետ զրույցները։ Եգիպտոսի ջահելկինը նրա համար մակերեսային մտքերի հոգնեցնող արհեստականության եւ հոգեբանական բարդույթների խառնուրդ էր եւ նյարդայնացնում էր նրան։ Կինը, եգիպտացի կինը պարզապես արու զուգընկեր որոնող էք էր։ Ինչ ես տեսնում սրա մեջ։ Սա էլի իմ նշած ահա այդ Ադել Քամելի գաղափարների հապ, հեղափոխական գաղափարների նաև արտարծում չէ, հա, կնոջ ազատագրության թեմայը, որտեղ մենք տեսնում ենք, որ հատկապես Խալեդի եւ իր զարմուհու հարաբերությունում անունը մոռացել եմ դրա համար չեմ շեշտում, մենք տեսնում ենք, որ ահա գործ ունենք պարզապես իսկապես մեկի հետ, որը պարզապես կին է, հա, ինտելեկտի գրեթե զրոյական մակարդակ եւ այլն, ընդ որում ինչն է ինձ համար այստեղ հետաքրքիր, որ դրան հետագայում հակադրվեց Հանիան, հա, որը դարձավ Մալիմի կինը, որը արդեն ինտելեկտուալ էր նաև կարծացած էր եւ այլն։ Չես տեսնում այստեղ լուրջ բաներ։ Ես տեսնում եմ Կահիրեի ներքին խոհանոցը, ճիշտ ասած, ինչպիսին են եղել այն ժամանակ այդ հարաբերությունները, որ նշում եք, օրինակ Խալեդը ինչի էր իրան կանանց հստակ ձևակերպում է տալիս Խալեդը։ Եգիպտոսի կանանց լավ։ Հա, բայց տեսնում ենք, որ Միկին, որը միայն արու էր փնտրում կոպիտ ասած եւ Միկին, որ ում չէր հետաքրքրում թե երկրորդ անգամ օրինակ ում հետ կլիներ եւ Խալեդի հետ կարծես այսպես հարաբերություններից հետո միանգամից գնում է Մալիմի մոտ եւ այն ժամանակ երբ արդեն Մալիմի գործերը չակերտավոր լավ էր։ Արդեն լավ է։ Այսինքն այս էլի սովորական համար ապշեցնող այդ Կահիրեի ներքին խոհանոց նկատի ունեմ, որ մանրամասն ներկայացնում է այսպիսով, թե ինչպիսին էին այն ժամանակ մտածելակերպը եղել այն ժամանակվա։ Ճիշտ ասած ինձ համար օրինակ ապշեցնող էր այդ վերջին պահը, երբ ես Մալիմի կողքին տեսա Հայիեին, որը մի ժամանակ կարծես Խալեդի հետ էր։ Խառն էր։ Միգուցե։ Տես, այս նախընտրությունն էլ եթե վերադառնանք մեր խոսակցության սկզբին, այնուամենայնիվ այդ կինը գնում էր այնտեղ, որքան որ ինտելեկտը ավելի բարձր կան զարմուհունը, որտեղ կար արդեն հաջողությունը, որտեղ կար հարստությունը, հա, որտեղ կար երևի թե ապահովությունը։ Լավ, ինչ է տալիս այս գրքի ընթերցումը հասպիկս քեզ եւ ես ամեն անգամ գիտես գիր կարդալուց նաև այդ հարցադրումը միշտ իմ առջև է, հետո ինչ եմ ասելու ընթերցողներին, ինչպես եմ համոզելու կարդալ։ Այն մի հարց կա, չէ՞ որ դուք ոգևորությունը ինձ հետ կիսեցիր եւ մենք զրուցեցինք, չգիտեմ, արդյոք մեր զրույցը կոգևորի հիմա ռադիոլսողներին, եթե չէ, խնդրում եմ ոգևորիր եւ ամփոփենք երևի մեր զրույցը։ Ես օրինակ այնքանով եմ ոգևորված այս գրքով, որ արաբական գրականությանը այդպես, հա, կան հեղինակներ, որոնց ծանոթ է եւ կարդում է, բայց չէր տալիս այն արդյունքը, որ տվեց Ադել Քամելը, որովհետև Ադել Քամելի, չգիտեմ, միգուցե ես շատ չափազանցված եմ խոսում այս հեղինակի մասին եւ միգուցե ինձ հետ համամիտ չլինեմ, բայց շատ հրաշալի եւ իրադարձություններն է շատ հրաշալի ինձ համար եւ հերոսները, որտեվ հերոսներին մենք միգուցե Ադել Քամելը շատ մակերեսային է ներկայացնում հերոսներին, բայց եթե շատ մանրամասն ես կարդում ու մանրակրկիտ հասկանում ես, որ հերոսների մեջ այնուամենայնիվ
այնուամենայնիվ ավելին կար, քան օրինակ ինքն էր գրում։ Կամ օրինակ մենք քննարկեցինք։ Չէ, մեր քննարկման արդյունքում մենք մանրամասն քննարկեցինք։ Եվ Ադել Քամելը եւ նշեմ, որ Ադել Քամելը ընդամենը 5 տարի է, որ եղել է այդ ստեղծագործական շրջանում, որից հետո, ինչպես գիտենք, նա արդեն ոնց որ հիասթափվել էր եւ գրական եւ ասում էր, որ գրականությունը ոչինչ չի կարող տալ մարդուն։ Դե տես այստեղ հետաքրքիր ձևակերպում ունի Նաջիբ Մահֆուզը, որի առաջաբանի դեպ գրքում կա, նա ասում է, որ մենք հասկացանք, որ գրականությունը չէր ստարժանվույն չէր գնահատվում Ադել Քամելի եւ դրա համար ըստ էության ինքը որոշեց թողնել եւ ես այդ ձևակերպման մեջ երբ որ վեպը կարդացի զգացի Մալիմի բարդույթը եթե այդ կյանքը հաշվի առնենք ըստ ում վեպում Մալիմն է Ադել Քամելը ոչ թե Խալեդը թեպետ ինտելեկտից կարելի է տպավորություն ստանալ թե Ադել Քամելն է Խալեդն է որտեվ այդ փաստաբանական գործունեություն բան համընկնում են դու ինչ կասես Ես Ադել Քամելին ճիշտն ասած ավելի շատ հենց Խալեդի մեջ տեսա, եթե անկեղծ։ Մալիմի մեջ ավելի շատ ես էլ եմ ասում, տեսա անտագոնիստին, որ գրքի չար կերպարներ։ Լավ, արիցա համանենք որպես թնջուկ, հա, գտնել Ադել Քամելին այս վեպի հերոսների մեջ, որպեսզի դա դառնա հետաքրքրության եւ առարկա, որպեսզի յուրաքանչյուր ընթերցող ինքը փորձի դա բացահայտել եւ կարող է Որտեւ Ադել Քամելի կյանքի մեջ էր, չէ՞, օրինակ կար մի դրվագ, որ իր հայրը ուզում էր, որ Այո, այդ եմ ասում, կենսագրական բաները համընկնում են, բայց բարդույթները Մալիմինն են այնուամենայնիվ, էլի եւ հուսանք, որ ընթերցողները կկարդան եւ իրենց տարբերակները քեզ կգրեն։ Շատ լավ, ես կսպասեմ։ Շնորհակալ եմ, Հասմիկ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում ինձ մնում է բնականաբար հիշեցնել, որ Հանրային ռադիոյի եթերում բացր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է Արքմենիկ Նիկողոսյանն եմ, Հասմիկ Կարապետյանի հետ զրուցում էինք եգիպտացի գրող Ադել Քամելի Կահիրեի հանճարեղ Խարդախը վեպի մասին լավ եղեք։